Արմավիրի բանտում ընդամենը մի քանի ժամ անցկացնելուց հետո ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան եղած 20-ամյա Անզոր Կարապետյանի հարազատները ահազանգում են սպառնալիքների մասին։ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 70-ամյա Բորիս Կարապետյանն Ազատությանը պատմեց, օրերս գյուղ են այցելել երկու երիտասարդ եւ սպառնալից տոնով իրեն հարցեր ուղղել։ Իջաներ ոգի ոտքով եկան, եկան դվեսքում ասես լրա կրողներ եկան ամարտ, ես ինչ պատասխանեմ դեդեմ ջղանացած, ես էլ իջը կնացենք բարևցես, ոնց եք, ասի ոչինչ սովորական, բա ցավակսում ենք, ասի ապրեք շնորհակալ եմ, բա դու բողոքել եք, ասի հա, այո բողոքել եմ, բա որ բողոքել ես դրա տակից դուրս կգաք։ Շաբաթներ առաջ իր միակարու թորանը հուղարկավորած ծերունին դժվարանում է նկարագրել այցելուներին, ասում է ոստիկանություն էլ չի դիմի։ Որ դիմեմ ճիշտ ասեմ, ինձ ով հաշվի կառներ հետ նորցեր։ Ունեմ էլի թորներ աղջիկներից, բայց տեղին մեծ։ Հարազատները կասկածում են պաշտոնական վարկածին, թե երիտասարդը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մտնելուց ժամեր անց ինքնասպան է եղել։ Հոր եղբայրը Բաղդասար Կարապետյանը ներկա է եղել դատաբժշկական փորձաքննությանը, պնդում է դիակի վրա մի շարք կասկածելի հետքեր է տեսել։ 100% ինքնասպան չի եղել։ Անմիջապես տեղ կոկորտի մոտ կար 3-ի վրա դենց հարվածի տեղ, որ սևացած կապուտած էր ու մի քիչ քերծված։ Այդ հարված եղել, որտեղ հենց դրանց է շրջահեղել եղել։ Ես էլ եմ նկարել այդ բանել նկարել, բժիշկն էլ նկարել։ Իրա թոքերը լրիվ արունի մեջ ուռած վիճակում էր։ Կոկորտի հատվածից բացի Բաղդասար Կարապետյանը վնասվածքներ է տեսել նաև ձախձեռքի դաստակի եւ երիկամների հատվածի վրա։ Տակից գալուք մաքուր հագցրած եղել, բայց փոշու մեջ լրիվ թավալած ինքը։ Մտածում եք կռիվ ա եղել, այդտեղ ծեծել են իրան։ Նման բան կամ խփել են, թավալ է տվել այդ պոլերի վրա։ Կախած մարդը խիվ թավալ տա։ Կասկածներն էլ ավելի են խորացրել քննիչի պատմածը, թե Անզորին գտել են ոչ թե կախված, այլ հատակին ընկած վիճակում։ Պարանյանց քեսքան փոքր է, գլխից ոնց են արել չգիտեմ։ Դաժե քննիչին էլ ասի, այդ բժիշկին էլ ասի, դու ես պարանը հագցրեք իր գլուխը, ես հաստատ համոզեմ, որ մեր երեխան ինքնասպան եղել։ Իդեպ նույն այդ քրեակատարողական հիմնարկում Անզորի ինքնասպանությունը պաշտոնական տվյալներով երրորդն էր անցած մեկ ամսվա ընթացքում։ Այդ դեպքում եւս հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Չգիտեմ, եթե փորձաքննությունը դու պատասխանի կախվել է, թե կախել են, թե սպանել են, կախել են, ես չգիտեմ։ Ասեմ մի բան, ասեմ էլի, այդպես տղեն կյանքում այդպես սպան չեն անել, այդպես դուխով տղեն։ Քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ Անզոր Կարապետյանի մահվան գործով քննությունը շարունակվում է։ Իրավապահները խոստանում են քննել նաև Բորիս Կարապետյանի պնդումները իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ։